սոսկալի ծանր վիճակում, ոչ ծանոթ, ոչ ընկերություն, այն ժամանակ կաբը շատ վատ, գնացել եմ շունիկ ունեմ, շունիկին մանեմ բերել, եկել եմ տունը մաքրել, մի դետև ճաշել, նստել եմ հեռուստացույցի առաջ, քնել, զարթնել ու մութ է, Աստված իմ, ես ինչ կյանք է, ես կգժվեմ ու ծնկների վրա ընկած հորդառատ արցունքներով խնդրում եմ ինձ մի շնորհ տուր, ես այստեղ չեմ կարող աշխատել 2 դիպլոմով, ոչ ոք չի ընդունում ինձ, որտեվ փաստաթուղթ չունենք հաստատող քաղաքացիությունը, ինձ մի շնորհ տուր, ես տանը աշխատեմ, ես մնացել եմ մենակ, շրջապատի մարդ եմ, աշխույժ, շատ դժվար։ Մենակ Մոսկվայում, պետք է վերադառնաք։ Չէ, հիմա ինչ անեմ, հիմա այստեղ հնդկական ֆիլմի մի դրվագ է, որտեղ պատմում եմ, ասում եմ, ուզում եք հավատացեք, չեք ուզում մի հավատակ, ինչ ասեմ, 3-րդ օրը ես սկսեցի նկարել, աղջիկաս ասում եմ, գարիկ, ես գիտես նկարում եմ, ասում եմ, Էդ էլ ու վերջ։ Ինչ է զարմացել։ Նկարեցի սկզբից բացիկը հրաշալի, այստեղ արդեն տղաս ինձ օգնեց, իսկապես տղաս բոլորին օգնող է, տղաս շատ բարի մարդ է, ինքը բացսիրտ ու բարի, ասի Արտակ ջան, դու ինձ կօգնես, ասեց ինչով մա, ասի նյութապես, որտև այս բացիկը ահագին նյութական բան է պահանջում, մատերիալը թանկ, ասեց մա ջան, ինչ ուզում ես ես կանեմ, մենակ դու լավ զգաս, ասի շնորհակալ եմ, ու գնացի միության մասշտաբով ամենահայտնի մասնագետի մոտ, հայտնի էինք շատ, արտակարգ դասեր էինք անցնում, ամեն մի դասը մի ոգևորություն, ամեն օր ես մի տեսակ ոնց որ թևեր առած գալիս էի տուն, ցույց էի տալիս ինչ եմ արել, զարմանալի բաներ, Տիկին Լիլի, երկրորդ շնչառություն եք վերցրել, այ 50-ում երկրորդ շնչառություն եք վերցրել, նոր բանով եք եւ դրա համար ես ոնց որ տարիքը չզգայի, ես խարակտերն էլ ոչ նստված տվեց, ոչ այդ շատ կարևոր է, երբ որ մարդը իր երկրորդ կեսը զբաղված է, գիտի որ պետքական է, ինչ որ բան ստեղծում է, արարում է, այո, դա տևեց երևի մի 6-7 տարի, հրաշալի ցուցահանդես դրեցինք, արտակարգ հաջողություններ ունեցա, ցավոք բոլորին բաժանում էի իմ այս բացիկները, գոնե նկարեի, ասում եմ, դամերտ, ինչքան սրտապած, լավ, ես էլ, տղաս ինձ է քաշել, ուզում ես լավություն անել, բայց գոնե նկարեի թողնեի, այդպես սկսեցի նկարել, բայց այստեղ արվեստանոց էր պետք, որովհետև ջրալի ներք էր, դուք մի ներկը չչորացած մյուսը պիտի տնեիր, որ իրանք իրար հետ համընկնեին, խառնվեն և այն ինչ որ ուզում ես, ու պարզ է, մենք բան էինք, վարձով էինք, հին տուն էր, բայց հարսիկս եկավ չտեսնված մաքրասեր, ու զգում եմ, որ իրան նեղություն եմ տալիս, ես էդ իմ արագ ամեն ինչ անելուն, ներկերով, ստեղծագործական խառնաշփոթը, խոհանոցը զբաղեցրած, բայց ասենք թե ժամը 5-ին ես ելնում էի, արդեն գիտեի ինչ էի անելու, ու մինչև իրենք արթնանում էին, մեկ էլ հարսս դուրս էր գալիս, վայ, Արտը լարի, մաման տեսից ինչի նկարել, դա իմ գնահատականն էր, ոգևորվում էի, ինչ որ է որոշեցի թողնել բացիկը, վսոտքի իրանք մաքրասիր մարդիկ, ես էլ ինքս էլ զգում եմ, որ ինձ առանձին անկյուն է պետք, որ կարողանամ լիարժեք ստեղծագործեք, ու մտածում էի ինչ, հարսս հենց ինքը իմացավ, որ մենք Տրոիցկում էինք Ռուսաստան, հեռուստացույցով հաղորդում էր տեսել, ու տեսել էր, թե ինչ սիրուն բացիկ են անում, ինչ ընտի շարֆեր են, էլի, ասեց, մամ, հլը նայ, ես ինչ լավ բան է, հլը փորձի դու էլ գնա,
գնացի նստած են ասում եմ ես եմ ուզում նկարել դե հայ արտաքին այն ժամանակ շատ խիստ էր Կովկասից Կովկասի նացիոնալիստի ասում է տեղ չկա ասում եմ այ այնտեղ տեղ կա ասես լավ այդ զորով նստեցի բայց հետո ինչ ասեմ տգեղ է գլուխ գովալը հետո ինձ էր ինքը սիրում ինձ հարկում ասում էր լիլի խուդոշնիկ պետք չի քեզ ասում է օգնել դու բնական ինտուիցիայով դու գտնում ես քոնը շատ հաջողությունների հասա շատ ուղղակի ես էլ էի զարմանում այ մարդ ես ինչ ես չեմ գիտեցել որ ես ոնց աղոթեցի հա չնայած Երևանը Լեննագանում որ մենք նկարչություն էինք անցնում գնում էինք նկարչական դպրոց դրա իր այդ դպրոցի դիրեկտորն էր մեզ դասավանդում ուրեմն դրել է մի թրջուն ճուճելա խրտվիլակ այո ես նկարում եմ մեկ էլ եկավ գլխիս վերև ասեց աղջիկ ջան դուք նկարիչ եք ձեր նկարելու ձևը ձեր նկարը Միտե ծնողները չեն իմացել նկարչական դպրոցի տեղը հիմա դուք հրաշալի նկարիչ կլինեիք մտածեցի ուշ է երևի երբեք ուշ չէ բայց հետո հասկացաք որ երբեք ուշ չէ 60 տարեկանում ես սկսեցի նկարել այդ նկարը ու էլի ոգևորված էլի ամեն օր գնում էի մի նորություն տանելով գիշեր ժամերը չի քնում զարթնում էի այդ պլանով որ այսպես պիտի անել ու անում էի ու դրեցի ցուցահանդես երևի թե միակն է բայց հիմա ինչ որ մտքեր ունեմ համենայնդեպս Հայաստանում էլ ցուցահանդես տանել 22 թվին շատ հաջող ցուցահանդես եղավ Գյումրիում թե Մոսկվայում Մոսկվայում ելան ինձ ինքան կովեցի մերոնք սկզբի չէին հավատում որ ես այդպես հաջողություն եմ ունեցել Չնայած խրախուսող ընտանիք ունեք, դա էլ է շատ կարևոր, երբ որ երիտասարդները խրախուսում են, ուրախանում են, պայմանական ասենք ներկերը հանդուրժում են ու այսօր իրենց էլ շնորհակալություն ասենք եթերից։ Տիկին Լիլի, երգել երբ որ փուլում սկսեցիք։ Երգել սկսել եմ մի 10 տարի չկա երևի։ Մենք գնում էինք պատահական մաշտիկ, հավաքվել էինք Կինորասիայի դիմացի այգում լավ խումբ էր շատ բարդաճանաչ իսկական ոնց որ իր օրենքներով մարզանքների այդ մարզանքների մարտիկ նաև երկում էին նարեկացում ես էլ ասեցի ես էլ եմ գալիս բաշ չի երգ երաժշտություն մանավանդ որ մանկուց մոտ եք եղել երաժշտությունը ինձ համար մեկ ուրիշ բան է Դե երևի շատ էր իհարկե Եվ այդտեղից անմիջապես արագ հասնում էինք նարեկացի ու երգում էինք Շատ լավ ընտիր երկացանք մեր երգչախմբում կուզենայինք ավելի շատ լիներ մաշտաշատ ձայները շատ ասենք տենոր ունենայինք շատ հաճելի կլիներ մեր խորմեստերը մի հրաշալի աղջիկ Աստղ Խաչատրյան մեր հյուրը եղել է դուք գիտեք մենք պաշտում ենք իրեն երեք իր ծնունդն էր եւ դաշնակահարն էլ շատ գրագետ ընտիր Տիկին Լիլի եկեք այսօր եթերում արդեն ազդարարենք, որ ես որ արդեն տարիներ շարունակ ծանոթ եմ աշնանային ձայների երգչախմբի գործունեությանը, տեսնում եմ թե ինչ վառ անհատականություն են մեկնել դուք եւ համակարգելով առողջ երկարակեցության պետական ծրագիրը, ոնց որ առաջարկ հնչեցնեմ եւ նաեւ ազդարարեմ, որ մենք հունիսից արդեն երգչախումբը կկազմակերպենք, կբերենք առողջ երկարակեցության ծրագրի ներքո եւ բոլոր այն մարդիկ, որ լսում են հիմա մեզ, ունեն հնարավորություն գալու, մասնակցելու եւ երգելու ի վերջո, որովհետեւ արվեստին հաղորդակից լինելը դա մի հրաշալի մի բան է, երկարակեցության աղբյուր է եւ եկեք այստեղ Նաև պատմեք այն պատմությունը, որ ոնց երբ որ դուք էլ հնարավորություն չունեիք երգելու եւ հնարավոր չէր երգչախումբը պայել ձեր տղան ոնց հերթական անգամ էլի ձեռք մեկնեց ձեզ հետ էլ նաև ամբողջ երգչախմբին։ Հա, այստեղ մի թեթև ուղում կներեք, որտեվ սկզբում ես չէի
Հովանավորում։ հովանավորողը, բայց երկում էինք։ Հետո ընդհատվեց, որովհետև հովանավորողը հրաժարվեց։ Ու ես այդ ընթացքում Մոսկվայում էի, եւ վերադառնալիս մեքենայի մեջ տղաս ասում է թե մաջան դե կգնաս մարզանք կանես կերկես, ասի մարզանք կանեմ, բայց երկել չկա, ասեց ինչի, ասի որտեվ հովանավորողը հրաժարվել, ասեց ոնց դե հրաժարվել է, կգնաս կասես որ կա։ Ու այդպես ինքը դեր կանգնեց մեր երգչախմբին, իհարկե շատ ուրախացանք, սկսեցին վերականգնվեց, ինքը միշտ հետաքրքրվում է, նույնիսկ իր պատվին մեջ շատ շնորհալի կանանցից մեկը ակրոստիկոս է գրել իր անվան։ Եվ այսօր էլ այդ շարունակականության շնորհիվ դուք արդեն ունեք, կարելի էսպես ասել, որովհետև մենք էլ մտածում ենք, որ երգչախումբ կստեղծենք ավագներից, ինչու նորը ստեղծենք, եթե ավագների երգչախումբը արդեն կա, հրաշալի է։ Հա, իհարկե լավ կլինի երկու ուժերի միասնությամբ ավելի լավ Եվ թող մարդիկ լսեն ու գան։